Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 14 Ով Տեր, մերն է երեսի ամոթը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ Դանիել 9-րդ գլուխ 8-րդ խոսք։ Մեղքի խորը գիտակցումն ու հստակ տեսողությունը, դրա գարշությունն ու արժանի պատիժը պետք է ստիպեն մեզ երեսնի վայր ընկնել Աստծո աթոռի առջև։ Մենք մեղանչել ենք որպես քրիստոնյաներ։ Ցավալի է, որ դա այդպես է։ Թեև մենք արժանացել ենք Տիրոջ հաճությանը, սակայն ապերախտ ենք գտնվել։ Բոլորից ավելի շատ արտոնություններ ունենալով հանդերձ, մենք համապատասխան պտուղ չենք բերել։ Ով է նա, որ չի կարմրի հետադարձ հայացք ձգելով իր անցյալին, չնայած որ արդեն երկար տարիներ հոգևոր պատերազմի մեջ է։ Ինչ վերաբերում է մեր վերստին ծնունդից առաջ եղած օրերին, թող Տերը ների և չհիշի դրանք, սակայն դրանից հետո, այնուամենայնիվ, մեղանչել ենք լույսի և սիրո դեմ, այն լույսի, որով մեր միտքն է լուսավորվել, և այն սիրո, որով մենք ուրախացել ենք։ Ու ինչ հրեշավոր է ներված հոգու համար դարձյալ մեղանչելը։ Չներված մեղավորի համար մեղանչելը չնչին մի բան է, եթե դա համեմատենք այն մեղքերի հետ, որ Աստծո ընտրյալներն են գործում, որոնք հաղորդակցություն են ունեցել Քրիստոսի հետ և իրենց գլուխը դրել նրա կրծքին։ Նայեք Դավթին։ Շատերն են խոսում նրա մեղքի մասին, բայց ես աղոթում եմ, որ դուք նայեք նրա ապաշխարությանը և լսեք, թե նրա կոտրված ոսկորներից յուրաքանչյուրն ինչպես է ողբաձայն աղաղակում անկեղծ խոստովանությամբ։ Ուշադրություն դարձրեք նրա արցունքներին, որոնք գետին են ընկնում, և խորը հառաչանքներին, որոնք ուղեկցում են նրա տավիղի մեղմ երաժշտությանը։ Մենք սխալներ ենք գործել։ Եկեք ուրեմն փնտրենք ապաշխարության հոգին։ Դարձյալ նայեք Պետրոսին։ Մենք շատ ենք խոսում նրա մասին, որ Պետրոսն ուրացավ իր Տիրոջը։ Հիշեք սակայն, որ գրված է. նա դառնապես լաց եղավ։ Մի՞թե մենք երբևէ չենք ուրացել մեր Տիրոջը, որ արցունքներով ողբանք դրա համար։ Ավաղ, մեր մեղքերը, որ գործել ենք թե դարձի գալուց առաջ, թե դրանից հետո, մեզ անշեջ կրակին կհասցնեին, եթե չլիներ Աստծո ինքնիշխան ողորմությունը, որ ազատել է մեզ դրա բոցերից։ Ով իմանց, խոնարհվիր ճանաչելով քո մեղքի բնույթը և երկրպագիր քո Աստծուն։ Հիացիր այն շնորհքով, որ փրկել է քեզ, այն ողորմությամբ, որ խնայել է քեզ, և այն սիրով, որ ներել է քեզ։